Պատև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր նորություններն այնքան շատ են ու հետաքրքիր, որ նույնիսկ չգիտեմ որտեղից սկսել։ Ամեն ինչ այնքան կանխատեսելի արդեն դառել։ Եթե ուզում եք իմանալ վաղը հանրապետությունը ինչ օրակարգա լինելու, կարդացեք թուրքական մամուլ։ Լսեք Էրդողանին, լսեք Ալիևին, եւ դուք կարող եք իմանալ վաղը ինչ են խոսելու ազգային ժողովի կամ կառավարության տարբեր խոսափողներից։ Բայց դա ամենասարսափելին չի։ Ամենասարսափելին այն է, որ արդեն հայկական անձնագրերում, Հայաստանում տպագրված անձնագրերում մարդկանց ծննդավայրը գրում են Արցախի փոխարեն Ադրբեջան։ Խնդրեմ։ Այսպիսի բան։ Սա Հայաստանի Հանրապետությունում տպագրված անձնագիր է։ Իսկ պատմությունը հետևյալն է։ Գրողը անձնագրի տերը գրում է. «Բարև ձեզ, երկար մտածեցի ում դիմեմ, ումից հարցնեմ, որոշեցի ձեզանից հարցնել։ Ինչ եկել ենք Արցախից, Վարձով ենք ապրում, երկար ժամանակ չէի ուզում քաղաքացիություն վերցնել, բայց սերտիֆիկատից սեփական անկյուն ունենալու համար դիմեցի, վերցրեցին, ամուսինս մի ամիս առաջ վերցրեց, 3 գրված էր Ադրբեջան, թղթերը հանձնելու ծննդավայրը նշել ենք Մարտակերտ, բայց անձնագրում Ադրբեջան է գրված, ստորագրել վերցրել ենք, հետո ենք նայել, թե ինչի ինչ է գրված ներսը։ Հիմա հարց, ինչպես վարվենք, հայ մնալու համար ամեն ինչից զրկվել ենք, հիմա դա էլ վերջին ծաղրի է մեզ, ծաղրականը, հոգեկանի են ուզում հասցել, դե սա է, տեքստն է ես ուղղակի ուղիղ ցիտեցի իրան, եւ ասպես, ասում գրելու փոխարեն Մարտունի կամ Արցախ, վերցել գրել են Ադրբեջան, իրանք կարող են նույնիսկ գրել Մոզամբիկ, այսինքն ոչ մեկ չի կարող ասել, որ սա պետական փաստաթուղթ անպայման պետք է մեջը գրված լինել ծննդավայր կոնկրետ հայ ինչ-որ բացարձակապես նշանակություն չունի, նույնիսկ կարող է դատարկ լինել այդ տեղը, դատարկ, սա չի գրվել նրա համար, որ ինչ-որ օրենքներ դա պարտադրում է, ոչ, սա գրվել է նրա համար, որ այս մարդկանց միշտ հիշեցնի, որ դուք ապրում եք, ապրել եք, ծնվել եք Ադրբեջանում, ըստ Փաշինյան Նիկոլի, հիմա այստեղ ուղղակի մնում է հարցնել, ինչի հիման վրա է այս անձնագիրը տպվել, որ որոշման վրա, որ փաստաթղթերի վրա, այդ դեպքում գրեիք Սովետական միություն, որովհետև 65 թվականի, այս մարդը գրեիք, 63 թվականի ծնունդ է, գրեք Սովետական միություն, Ադրբեջան չի եղել 63 թվականին, եղել է Ադրբեջանի ԽՍՀ, Մարտունի գյուղ, ինչ է գրել Ադրբեջան, գրեք Սովետական միությունում, եթե դուք ուզում եք միջազգային օրենքների համեմատ շարժվել, ճիշտ է Սովետական միություն գրել, Սովետական միություն, ադրբեջանական ՀԽՍՀ, գյուղ Մարտունի, այդ օրվա գրվածքով, հարցը դա չի, հարցերն է, որ իրանք արցախցիներին նոր անձնագրի մեջ նույնիսկ հիշեցնում են, որ էլ հետմին է, դա Ադրբեջան է, իհարկե դա իրենց ցանկությունն է, դա Ադրբեջան է, թե Հայաստան, թե Չինաստան, մենք դա դեռ կորոշենք ու մենք որոշողը մենք ենք, ոչ թե ինչ որ մի թափուկ, որը շուտով անշուշտ պետք է իր պատասխանները ստանա, կյանքից, մեզանից եւ բոլոր հնարավոր ձևերով։ Եվ հիշում եք մի քանի օր առաջ ես կարդացի թուրքական մամուլից 2 տարբեր աղբյուրներից այն հատվածը, որ Էրդողանը գոհ ընթացող process-ներից եւ համարում է, որ վերջնական Հայաստանի կողմնման համար մնացել է ընդամենը վերացնել այս կաթողիկոսին, եկեղեցին, ունենալ իրենց մարդուն, որ հայերի մոտ նույնիսկ զգացումը վերանա, հա, անկախության զգացումը վերանա, այսինքն դե ֆակտո փաստորեն մենք այլ անկախություն չունենք, մի քիչ զգացում է տալի հայ առաքելական եկեղեցին, ընդ որում Գարեգինը, իրանք հարցը համարում են լուծված, երբ որ իրենց մարդը դնեն, Գարեգին առաջինի, Գարեգին երկրորդի
Բարի, մենք լսենք, թարգմանենք ինչ Կընտրի Հայաստանի նոր կաթողիկոս։ Թուրքիան կընտրի Հայաստանի նոր կաթողիկոս։ Էնոքսիսկ լրատվամիջոցները ուրախանում են։ Թուրքիան վերջապես կվերահսկի Հայաստանը։ Ալին արդեն իսկ ոչնչացնում է մեր երկիրը, իսկ հիմա Էրդողանը Նիկոլը լռում են։ Որքան դեռ կարող է դավաճանվել Հայաստանը։ Եվ այսպես, ընդամենը 2 օր առաջ էր սա։ Այսօր լսենք սա տեքստ։ Դարեր ի վեր Թուրքիայի ղեկավարն է որոշել, թե ով պետք է լինի ամենայն հայոց կաթողիկոսը, որոշ դարեր ի վեր Պարսկաստանի ղեկավարը, Որոշ դարեր ի վեր։ Բայց մարդը չնայած չի ավարտել համալսարանը, բայց մի շրջան սովորել է համալսարանը ու ոչ ավել ոչ պակաս այն ժուրնալիստիկայի ֆակուլտետ։ Որոշ դարեր ի վեր։ Այս տագետ է, ողորմելին ղեկավարում է Հայաստանի Հանրապետությունը։ Դարեր ի վեր Թուրքիան նշանակել է Հայաստանում կաթողիկոս։ Մենք այս անասունին հարցրել եք, էլ այդ որ դարեր ի վերի մասին է խոսքը։ Որ Ցույց տվեք մի օրինակ, որ Թուրքիան նոր է եղել։ Թուրքիան 21 թվականից այս կողմը գոյություն ունեցել։ Նա իսկ ասեք այդ որ Թուրքիան։ Օսմանյան կայսրության է թե դա Թուրքիա չի, դա Օսմանյան կայսրությունն է։ Եվ այս իդիոտին հարցրեք հղումով Օսմանյան կայսրության որ ղեկավարը որ կաթողիկոսին է նշանակել։ Եվ որոշ դարեր ի վերել ասրա պասիկներն են փաստորեն մեր մոտ կաթողիկոս նշանակել։ Էդ էլ հարցրեք էլի։ Այս իր ինքնագոհ հայացքով որ ասում է որ փաստորեն Թուրքիան են նշանակել։ Սա ուզում ասի մեզ նորմալ է որ Թուրքիան են նշանակել մեր, այսինքն հիմա պետք է նշանակեն։ Եվ ամենակարևորը այս անասունի նաև հիշեցեք, եթե նույնիսկ դենց է եղել, Հայաստանի Հանրապետություն չի եղել, Հայաստան անկախ պետություն չի եղել։ Եթե հիմա է նշանակում է հիմա էլ անկախ պետություն չի։ Այս լսենք ինչ ասում ես մեզանից։ որոշ դարեր ի վեր Ռուսաստանի ղեկավարի եւ Որոշ դարեր ի վեր, էլի որոշ դարեր ի վեր։ Հիմա էլ Ռուսաստանի ղեկավարներն են նշանակել։ Մեկը չկես փնթին հարցնի։ Ո՞ր կաթողիկոսն է ռուսական կայսրությանից նշանակել։ Հա՞։ Բաբոն իրանք էին նշանակել, ինչ են ուզում։ Փակ էին այդ եկեղեցիները, հայկական դպրոցները, խլել բոլոր գանձերը։ Հա։ Որի համար էլ ապստամբություն կերան։ Այդ ո՞նց է բա։ Մեկը չկես անասուն են, ուր խարստա, ասինք էլ անասուն, կանել ես ուր խարսմ տարի։ Հայաստանի գերագույն գլխավոր մուտիլովշիկ, մի հատ անուն ազգանուն, ռուսական կայսրի մեկ էլ են կաթողիկոսի, որ ինքը նշանակել է։ Ու տենց որոշ դարեր ի վեր հերթով պիտի ասես, որ կաթողիկոսին ով է նշանակել։ Բայց ինքը համոզված է իրեն լսող կատարյալ իդիոտների, ինտելեկտուալ ունակությունների վրա, որ գլուխները տմտմբացնելու են։ Գլուխները տմտմբացնելու, որտեղ դրանց գլուխը դրված է ուսերին տմտմբացնելու համար։ Ուրիշ ֆունկցիա չունի։ Դրանց ասում եմ, ուրիշ ֆունկցիա չկա, որտեղ մի քիչ հանգարց որ մտածեք կփչանան։ Այդպես շարունակ, երբ որ տենց մի հարց բարձրաձայնվում է, այդ ենթագիտակցությունը արթնանում է, բայց չէ որ սա Թուրքիայի ղեկավարի իրավասության հարց է, այս ինչի է Հայաստանի ղեկավարը սրա մասին խոսում։ Ոնց է։ Փաստորեն արդեն Թուրքիայի իրավասության հարց է կաթողիկոսի փոխարեն։ Փաստորեն մենք էլ զարմանում թե Հայաստանի ղեկավարը ինչ է։ Նախ դու Հայաստանի ղեկավար չես, սա իդիոտ։ Դու վարչապետ ես, այ ապուշ, սա մեկը չկա ասի ղեկավար ինչա։ Սա իրոք աստու տեղն է դրել։ Դու չես կարդացել քո ֆունկցիաները, հա։ Լավ կողքը մի ասուն, մարդ չկա սա անասուն է։ Մեկ չեք ասել սա ով է։ Դա դու Հայաստանի ղեկավարը չես, սա իդիոտ, դու վարչապետ ես։ Ընդամենը Այն էլ ընտրովի ու ժամանակավոր։ Փաստացի Թուրքիան ղեկավարը նշանակում իմ միջամտությունից է ներվել է, լսենք շարունակ։ Եվ տրամաբանությամբ այդ բանի Արդեն ինքը տրամաբանություն ծայրագավառային տրամաբան։ Փաստորեն ծայրագավառային է մեր տրամաբանությունը։ Այնքը արդեն ասեց, հաստատեց, որ Թուրքիան է նշանակել, պարսիկները, ռուսները, հիմա էլ պետք է Էրդողանը նշանակի։ Ով սրան դեմը ծայրագաբարային նշանակություն ունի, մտածելակերպ ունի։ Սա ասում է մի մարդ,
որ ցիլոն է ծայրագավառային հլահակիչ չի անել, չուխաները չի բանը փոխե, հնիքը դեռ կաթում է իր քիթ ու մրտից ու ոտքերից։ Սա խոսում է ծայրագավառային մտածելակերպից։ Զարգանում է եւ հանգում է շատ տրամաբանական ենթադրության, քանի որ խոսվում է մի հարց, որը դարերի ավանդույթով Թուրքիայի ղեկավարի իրավասության հարցն է, դարերի ավանդույթով Թուրքիայի իրավասության հարցն է, ղեկավարի հարցն է, ներկա ժամանակով է խոսում։ Լսեք, ները խոսում է դարեր ի վեր Թուրքիայի ղեկավարության իրավասության հարցն է, ներկա ժամանակով է խոսում։ Ես որ ասում եմ, դու պետք չի սան սպասեք ինչ է խոսալու, նայեք երկու օր առաջ ինքը ինչ է խոսացել, թուրքերն ինչ են ասում, դուք պատկերացրեք այսօր սա մի օր կամ երկու օր հետո սա ինչ է ասելու։ Ու ընդամենը 3 Պետրոս Գետադարձ են Ղազարյան ազգանունով։ Մյուս Վազգենի քրոջը հետ Արամ Սարգսյանի հետ խոսալու ժամանակ հեգնում էին, թե իբր ժողովուրդ ասում է, հեգնում, որ Թուրքիայում են նշանակում հայոց կաթողիկոսի, հեգնում էին այդ ասողներին, այսօր իրենց անասունն է այդ բանն ասում։ Պետրոս Ղազարյան, դե մի հատ էլ հեգնի, որ այտենց բան չկա։ Մի հատ էլ Նիկոլ Փաշինյանին հեգնի, ասա ոնց թե Թուրքիայի ղեկավարության իրավասության տակ է կաթողիկոս նշանակել։ Հետևաբար, եթե Հայաստանի ղեկավարը տես թեմաներ արծարծում է, ուրեմն լիազորություն է ստացել Թուրքիայի ղեկավարից։ Ծայրագավառային տրամաբանություն։ Լիազորություն չի ստացել, անասուն։ Հրաման է ստացել։ Ինչպես բոլոր հրամանները։ Ծայրագավառային չի։ Ծայրագավառենը դու ես քո բովանդակության։ Տնկել ինչ ասում։ Եվ այդ կամ ուրիշ տարբերակով Ռուսաստանի կամ Պարսկաստանի ծայրագավառային տրամաբանություն։ Այլ բառերով ասած, ինչ ասում ասի։ Բայց եթե իրանք են նշանակել, իրենք այն նշանակել, այդ ինչա, ես չեմ կարա նշանակեմ։ Հա։ Սրա ասածն է դեր։ Նայեք։ Ինչա, ես չեմ կարա նշանակեմ։ Ուղղակի իմ կարծիքն ու ցանկությունները համընկնում են պատահմամբ Էրդողանի ցանկություններին եւ պլաններին։ Ալիևի, Էրդողանի, Փաշազադեի։ Ուզում ասի, ես որ ինչ ասում եմ, դա բանը չի, դա Էրդողանի ցանկությունը չի։ Դա որ դուք մտածում եք այդպես, դա ծայրագավառային պատկերացում է։ Դա իմ ցանկությունն է։ Ինչ է եթե նշանակել են նրանք։ Ես չեմ կարող նշանակել։ Չէ, վիժգացք։ Դու չես կարող։ Ոչ նրանք են նշանակել, ոչ էլ կարող էին նշանակել։ Հա։ Ոչ էլ կարող էին նշանակել։ Եթե իրանք նշանակող լինեին, Հայաստանի եկեղեցին իրենց կոկորտի ոսկորի նման չէր կանգնի։ Կանգնած չէր լինի։ Հա։ Գնանք։ Էրդողանի վրայով շատ ոգևորվածները, որ ձեզ աջակցում է, ձեզ խոսքեր է տվել, որ լավ է լինելու։ Սա ընդամենը 2009 թվականի նկարը։ Ընդամենը կանցներ 15 տարի եւ Էրդողանը տանկերով կմտներ Ասադին վռնդելու։ Ընդամենը 15 տարի։ Ես ձեզ շնորհավորում եմ, դուք ջեքփոթ եք շահել։ Ուղղակի հիմա ժամանակներն արագացել են։ Իսկ ով ասեց, որ պարտադիր է լինելու 15 տարի սպասել ձեր արժանին տալու համար։ Բացարձակապես։ Ընդ որում Ասադը համ պետություն ուներ, համ զորք ուներ, համ էլ իր պետությունը չէր դավաճանել։ Ինքը չէր հանձնվել Էրդողանին։ Ինքը չէր հանձնվել Էրդողանի ողորմությանը իր սեփական ժողովրդին դավաճանելով։ Ասադը կարգին տղա էր իր համար, ինքը չէր դավաճանել սիրիացիներին։ Ինքը բռնակալ էր։ Ինքը ոչ մի ծառայություն չէր մատուցել Էրդողանին, բայց մտերիմ ընկեր ընտանիքներով մեր նայի մեխին մեր ուրախություն։ Հա։ Միջև առիթը։ Իսկ դավաճաներին, ասում եմ, ամիս ու կես կարա տևի, տարի ու կես կարա տևի, ինչ 15 տարի։ Այն պահին, որ արդեն ամեն ինչ լուծված եղավ,
այն ինչ որ իրենք ակնկալում են։ Դուք ասածից լավ տղա չեք։ Համեմատության մեջ դուք ընդհանրապես տղա չեք, ոչ միայն ասածից։ Չեմ մարդ։ Ուզում սրան լսեք։ Կոչ եմ անում եւ վարչապետին եւ եկեղեցուն։ Վարչապետին խնդրում եմ առժամանակ, քանի որ իր խոսքը միշտ ընկալվում է որպես պետության, իշխանության խոսք, եկեղեցու վերաբերյալ որևէ հայտարարություն չանի, բայց եկեղեցուն էլ կոչ եմ անում հանուն հայ առաքելական եկեղեցու։ Շատ արագ կողմնորոշվեք, ներքին փակ ժողով արեք, ու եթե մի քիչ կես աշճան սիրում եք հայ առաքելական եկեղեցին, հրապարակային ձեր ժողովներից հետո պատասխանեք հնչող մեղադրանքների եւ հետեւություն արեք։ Ինչ մեղադրանքի պետքա պատասխանեն, ինչ հետևություն անեն։ Հուդա։ Սա բարոյականության դասեր է տալի, ասում սեփական արյան, սեփական երեխու արյունը վաճառածը բարոյականություն դասեր է տալիս զավակ ունեցող կաթողիկոսին, ասում հետևություններ արա։ Ինքը արել է, ինքը մարդ է արել։ Մարդ։ Հանցագործ չի, նարկոման չի, երեխու չի ծախել փառքի համար, եկամուտի համար։ Ու սա, ասում on ебեսա, օչելի։ Ու սա բարոյականության դասեր է ասում, հետևություններ արեք։ Բայց սա վերջը չի ելը։ Հետևություն արեք, որովհետեւ շատ ներողություն եմ խնդրում, կես Որովհետև ավարտեմ, այս գիշերը պատահաբար այդ էջը բացեցի, որովհետեւ Գիշերը պատահաբար էջա բացել։ հետո հասկացա, որ այս պիտի ասեմ ես։ Գրել տվել են գիշերը պատահաբար էջա բացել ու սա պետք է ասել։ Նա դասենք ինչ ասում։ Պողոս Առաքյալի թուղթե գաղատացիներին մի հատված կա, ասում է եղբայրներ, դուք կոչված եք ազատության, միայն թե ձեր ազատությունը սոսկ մարմնի ցանկությունների համար չլինի, այլ սիրով ծառայեցեք միմյանց, որովհետև ամբողջ օրենքը այս մեկ խոսքի մեջ է ամփոփվում. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ։ Իսկ եթե միմյանց խածոտեք եւ հոշոտեք, զգուշ եղեք, գուցե թե միմյանց ոչնչացնեք։ Տպավորիչ է, չէ՞։ Նա դες հուդային հարցրեք, էլի։ Ու ինչ կապ ուներ սա համբոյի բեղերի հետ, թող ես ներեն բոլոր բեղավոր համբուները։ Ու ինչ կապ ուներ սա դրա հետ։ Պողոս Առաքյալը տեղ սեփական երեխու արյունը վաճառածների մասին բան չի ասել, հեչ բան չի ասել, Գերամ Նազարյան։ Գերամ Նազարյանի բարև տվող կա, չէ՞։ Իրա նման Գերամ Նազարյաններն են։ Ես չեմ հոգնելու, չեմ վարանելու, չեմ դադարելու, ամեն օր հիշացնեմ, որ նմաններին հանդուրժողները ակամա թույլ են տալի, որ սրանք շարունակեն իրենց դիվային գործերը առանց որևէ խոչընդոտի։ Բնականաբար, ասենք մի զարկով գալուն չի գալիս, բայց երբ որ սրանք զգան վերաբերմունքի փոփոխություն, դուք վստահ եղեք, սրանք են մորթապաշներն են, որ հաստատ մեկին չեն փոխի հազարի հետ։ Նույնիսկ եթե մեկը վարչապետ է, ու այսօր կարողանում իրան ըստ պահանջի ապահովի։ Չէ, այս մորթապաշները վազելու են հազարի կողքը կանում են, սրանք սիրում են փափուկ ապահով տեղեր։ Իսկ այսօր իր ապահով տեղը իր պատկերացումով Նիկոլի հաստաղիքում է, կոպիտ ասած։ Շողակաթի եկեղեցից զրկելը ցույց է տալիս թիրախ հայրաքելական եկեղեցին, շողակաթիվին փակում է։ Ես ուզում եմ հիշեցնել ժողովուրդ ջան, որ այս process-ը ինչ որ կոչվում է կաթողիկոսի նկատմամբ հարձակում չի սկսվել բոլորովին կաթողիկոսի երեխա ունենալ չունենալուց, որպես պատճառ։ Ես հիշեցնեմ, ընդհանրապես 1 տարի առաջ, դեկտեմբերի 31-ին, ոչ մի խոսակցություն չկար, ոչ մի աղջկա հարց չկար, ոչ մի ընդհանրապես Արցախի մասին խոսք չկար, որ Արցախի բնակիչները պետք է վերադառնան։ Դա ասվել ընդհանրապես
4 ամիս հետո, 5 ամիս հետո, կներեք, 5 ամիս հետո, 5-րդ ամիսը մայիսն է, բայց 5 ամիս առաջ դրանից կաթողիկոսը զրկվեց համալորյա ուղերձ զրկելու, հղելու հնարավորությունից, զրկվեց։ Ես հիշացնեմ, 20 թվականի ամանորի հիմն է չհնչեց Հայաստանի։ Չկա, Բրեգովիչի ինչ-որ գազ երկով սկսվեց նոր տարի։ 20 թվականից, ոչ իման պատահական չի, իսկ 20 թվականը պետք է ավարտվեր կոտորածներով։ 25 թվականը սանկցեցին կաթողիկոսի ձայնազրկելու process-ից։ Այնպես որ բոլոր են տխմարները, բոլոր են, ինչ ասեմ, են վարձկանները, որոնք ապուշի նման կամ, չէ, դրանք ապուշ չեն, վարձկան են։ Պնդում են, որ աղջիկ ունենալն է, դուստր ունենալն է այս ամեն ինչում խնդիրը։ Դուք Կճոյանի դուսերին եւ սիրուհիներին չեք կարող հաշվեք ձեր մատերի վրա։ Չեք կարող ուղղակի հաշվել։ Տարվա կատարվածքով կարող է, բայց ոչ կյանքի։ Ոչ էլ երեխեքին, ոչ էլ հանցանքները, ոչ էլ Վարզեն Միրզախանյանին, ոչ էլ են պիդրներն են կներեք արտահայտությանս համար։ Բարոյական իրավունք ունեն կաթողիկոսից բան պահանջը։ Արմամոլը երեխա ունեցողից բան պահանջի։ Կամ կարող ասենք աղջիկ ունենալ չի կարելի, բայց տղա ունենալը նորմալ է։ Հա, ասենք Միրզախանյան տղա ունի, բայց նորմալ է դա։ Բայց ունի աղջիկ ունի, այ դա նորմալ է։ Գրենք իմանանք, էլի թազա կանոնագիր կա տեղ։ Գրենք իմանանք, դու եք ունում էիր ժամանակ տալիս։ Դա։ Կաթոլիկ եւ հայ առաքելական եկեղեցու առաջնորդները դիմել են Հռոմի պապին կոչ անելով պայքարել Ադրբեջանում հայ քաղաքացիներին ազատ արձակման համար։ Կաթոլիկ եւ հայ առաքելական եկեղեցու առաջնորդների մի խումբ կոչ է անում Հռոմի պապ Լեոն 14-ին դիմել Ադրբեջանում պահվող առնվազն 23 արցախահայ քաղաքացիների կներեք ազատ արձակելու համար, նշելով նրանց վատ թարացող վիճակը եւ Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության ոչնչացումը։ Նա հարց եմ ուզում տամ։ Կաթոլիկ եւ հայ առաքելական եկեղեցու առաջնորդներ 20 թվականից ամեն օր դուք սա պետք է անեիք բոլոր հնարավոր տարբերակներով 20 թվականից ինչի է դա հիմա։ Ես չեմ ասում, որ բանա, որ հիմա կա։ Ունչի 23 ընդամենը Արցախահայ բանտարկյալներ։ Մենք այնտեղ զինվորներ ունենք նաև, որի հաշիվներ չգիտենք քանիսն ունենք։ Ինչի, նորից եմ ասում, ինչի է այդ 23-ի մասին խոսքը։ Ես դեմ չեմ, որ իրանք վերադառնան, բայց ինչի ես մենակ իրանց։ Ոսես ես նկարի մեջ եմ նայում։ Մեկը պարզել է, ընդհանրապես թիվ կա, քանի 100 հոգի, բան ունենք, ռազմագերիներ ունենք։ Փաստորեն, պետական համակարգ հասել է այն կետին, այդ կետին է հասել, որ կարող է թույլ տալ միլիոնավոր դրամներ պաշկևաճել, բայց սեփական կարծերին։ Հիշում եք երեք ես ասացի Պլատոնից էի մեջ վերում, կարծեմ Պլատոնին էր ասում է, ով մերժում է աղքատին, մերժում է Աստծուն, անարգում է Աստծուն։ Սա քաղաքականությունն է սա։ Պաստորեն փող կար, բայց դա իրանց համար է։ 10,000 դրամ ինչ է անելու թոշակառը, ինչ պետք է իրական։ Կարող այդ մարդը մի կոր, ասենք մի օր կուշտ հաց կերավ, հետո իր համար ինչ է դա փոխել։ Բայց 3 միլիոն իրենց համար թիվ է։ Ու այս հայացքով, այս վստահությամբ, այս ցինիկությամբ իրանք խոսում են ժողովրդի հետ։ Թվում է ինձ պետք է վիրավորված գայի, բայց ասեմ։ Սա ինչ չի վերաբերվում։ Ինքը խոսում է նրանց հետ, ովքեր իրենց աջակցում են, ովքեր իրենց հավատում են։ Սա իրանց սաղուղված։ Որովհետև ես իմ ասելիքը ամեն օր ասում։ Դուք էլ ձերը։ Համիջելուս, Ժորժ ջան։ Տարածեք։ Խնդրում եմ։ Որովհետև հարձակումները շատ է, դիտողությունը ընկել է, ալիքի ձեր օգնությամբ հնարավոր միայն ակտիվացնել է ալիքը։ Եթե անհրաժեշտ եք գտնում։
Եթե մտածում եք, որ սա կարևոր է մարդկանց համար, տեղեկանալ, նայել, այլ աչքերով նայել, չէ՞ որ ես ուրիշ բան չեմ ասում, քան կա գրված թերթերում, քան սա իրական ինֆորմացիան է, ես ամեն ինչ հղումներով եմ ասում, հիշելով զուգահեռներ անցկացնելով պատմական նույն փաստերի հետ։ Եթե անհրաժեշտ եք համարում ու կարևոր եք համարում, խնդրում եմ, տարածեք եւ օգնեք ալիքի աշխատանքներին, միջոցները, մեթոդները գրված արտակում կրեք։ Ու նաև պնդում է, որ կարող են պետ բյուջեի միջոցներով երկաթ գծեր վերանորոգել։ Պատկերացնում եք, ասում են, փող կա, փողի խնդիր չկա, ուղղակի իրանց էլ է պետք այդ փողը, իրանց ավելի շատ է պետք։ Կարող էին, չէ, երկաթ գծեր վերանորոգել, բայց Հայաստանում երկաթ գիծ չկա։ Հայաստանը եւ աշխարհի վրա միակ երկիրն է, որտեղ գնացք չի աշխատում։ Այսինքն այն ինչ որ կա, դրան գնացք հնարավոր չի աշխատում։ Հնարավոր չի նույնիսկ կոչել։ Միակ երկիրն է, որ մետրոն վերջի 30 տարվա մեջ, ինչ 30, շատ, վերջի կայարանը երբ է բացվել, երևի 91-92 թվականին։ Այն էլ Շինգավիթն էր, որը սկիսատ մնաց կար, դեպոն էր, էլի։ Միկո, բացեցի։ Որ 30 տարի ոչ մի բան չի բացվել, ոչ մի նոր կայարան։ Բա պետությունը 15 միլիարդ պարկ կուտակի մի հատ մետրոյի կայարան չկարողանա կառուցել ընթացքում։ Բայց իրենք պնդում են, որ փող ունեն, երկաթ գծեր էլ կարող են կառուցել։ Հարց, եթե կա, չի կառուցում, ինչի։ Դա օգուտ կլինի ժողովրդին։ Եթե մի բան օգուտ է ժողովրդին, դա լավ չի իրենց։ Բոլորովին լավ չի իրենց, որովհետև անկախ ժողովուրդը սկսում է այլ բաներ պահանջել։ Արժանապատիվ ապրող ժողովուրդը չի հանդուրժում կեղծիքը, չի հանդուրժում սուտը, բայց ընկճված, աղքատ ապրող ժողովրդին կառավարելը շատ ավելի հեշտ է։ Դրա համար էլ ինչպես նկատել եք, բռնատիրական հասարակություններում հասարակ ժողովուրդը աղքատ է։ Բևեռացվածությունը շատ է։ Որովհետև երբ որ տակի աղքատը բավականին լավ է ապրում արդեն, համեմատաբար բոլորը չեն կարող հարուստ լինել, բայց ապահոված է մինիմալով, դուք դրան չեք կարող պարտադրեք 5000 դրամով նվաստանալ եւ ծախել ապագան ու հոգին։ Դրա համար էլ պնդելով, որ մենք այո կարող ենք անել, ինչի չենք կարող, որովհետև եթե մենք անենք, հանգարց դուք կարող եք լավ ապրեք։ Դուք կարող եք հանկարծ մեկ էլ սկսեք քաղաքականությամբ հետաքրքրվել։ Իսկ միակ բանը, որ պետք է հայ մարդը հետաքրքրվի, ըստ բոլոր 4 ղեկավարների դա եղել է եւ մնում է հանապազորյա հացի հայթայթումը, որ հանկարծ նրա մտքով ուրիշ բան չանցնի, որ տեսնի միտեղ է 10 դրամ էժանը եւ այդ նույնիսկ այդ 10 դրամ էժանը ապրանքը իր հարազատ երեխայի արյունով է կսված, ինքը այդ 10 դրամի խաթր գնա նվաստանա, գնա ծախի իրան։ Սա եղել նպատակը ու առայսօր դա իրականացնում են։ Այս հրեշների գործելավոճն է դա։ Ես երեք խոսացի այս բազմակի օգտագործածի մասին, բայց ես չգիտեի, որ սա կուսակցություն է ստեղծում։ Եվ այդ կուսակցությունը կոչվել է Նոր ուժ։ Նոր ուժ հին օգտագործվածներով։ Այ կլիներ համապարփակ անուն։ Որտեղ նոր ուժ կիսատ է, ոնց մի բան չի չաբովանդակություն էլի։ Այլ եթե լիներ նոր ուժ բազմակի օգտագործված կադրերով, դա կլիներ արդեն ասած համապարփակ կուսակցության եւ անուն, եւ բնորոշում, եւ նախընտրական ցուցակ, ամեն ինչ կներ, նախընտրական ծրագիր, ամեն ինչ մի նախադասությամբ կարելի է ասել նոր ուժ բազմակի օգտագործված տարբեր ձևերով կադրերով։ 26-ին ձայնա պետք փախցնել։ Ձայն։ Այսօր տարբեր տեղերից ընկերներից խոսում են, որ իսկ հնարավոր է արդյոք բոյկոտել մեկը հնարավոր է։ Իհարկե հնարավոր է։ Բայց դուք պետք է ասեք, այդ ինչ ռեսուրսներ ունեք, որ դուք պատրաստում եք, ասենք առնվազն մի կես միլիոն մարդու չթողել, որ նա գնա ընտրությունների, որ դա էֆեկտ լինի։ Էֆեկտ տա էլի։ Որովհետև մենք ամբողջ այս քաղաքական ընթացքում ունեցել ենք կոչեր,
ակցիաներ բոյկոտելու այդ process-ը միշտ էլ եղել է, բայց ես չեմ հիշում մի դեպք, որ դա ընդհանրապես ազդի որևէ ընտրության վրա, բացարձակապես չի ազդել, ու չի էլ ազդելու, դու բոյկոտի մի մասնակցի եւ ավելի լավ Փաշինյան Նիկոլի համար, այնպես որ տուպիկ է, ես որ մեկ որ ինձ ասում է բոյկոտեք, ասում շատ լավ, քանի մարդ ունես, որ ինքը բոյկոտելու է ու մենք կարողանանք տապալել այս համապետական ընտրությունները, 1000, 2000, 2000 չունես, 200,000-ներ քիչ է լինելու, դուստի 5-600,000 պետք է ունենաս, որ դա էֆեկտ ցույց տա, շնչը, իսկ ինչ վերաբերում է ինչի են սրանց հանում ասպարես, նույն քաղաքապետի ընտրությունը նայեք, Ավինյանը ոնց կընտրվեր քաղաքապետ, եթե ստականքը չլիներ ասպարեզում, ես ԿՊ-ի համար վատ նորություն ունեմ, իրենց հարազատ Դիանա Գասպարյանի հետ փոխկապված անձանց քրեական վարույթները հանձնվել են դատարան, մի խոսքով, շատերը եւի զարմացած են, թե ինչի իրենց ԿՊ-ականի ոչ միայն իրեն, այլ նաեւ իրեն փոխկապակցված անձանց նկատմամբ այդ մեքենան պատժիչ աշխատում է, իսկ մնացածի նկատմամբ ոչ, ես ես հիշեցնեմ, որ դեռ 21 թվականին սա միակ մարդն է, որ իրոք հավատացել են, որ իրենք իշխանություն են, իրոք հավատացել են, որ ինքը սուբյեկտ է, իրոք հավատացել են, որ իր կարծիքը կարևոր է, որ ինքը ինչ-որ ուսապարկ չի, քաղաքապետ է, ու որոշել էր անկեղծանալ Սուրեն Պապիկյանի հետ։ Եվ ինչ եմ ասում, շնորհավորում եմ, ձեզ լսում են, ձեզ լսում են եւ լսեք, ձայնագրությունը լսեք։ Պատճառն այն է, որ Դիանա Գասպարյանը այն եզակիներից էր ԿՊ-ում, որ փաստորեն 2021-ին համարել է, որ Փաշինյանը պիտի հեռանա, ավելին իր համար թեկնածու է եղել Սուրեն Պապիկյանը եւ Փաշինյանին նա փաստորեն հոգեկան անհավասարակշիռ կամ գիժ էր համարել։ Ձյան, ես խնդրում եմ հանգիստ ցավոտ տանեմ։ Հիմա հանգստացի, որևէ բան չգրես։ Որևէ բան հիմա չգրես։ Մնացածը հետո։ Նրան բան գրել տան, քեզ մունջանենք, ինչ անենք, լսպասի էլի։ Մի հատ բան ասեմ, ես մարդկայնորեն իսկականից մանավանդ այդ պարտությունից հետո հազարապատիկ ավելի իր հետ էի, լուրջ եմ ասում, բայց հիմա հասկանում եմ, որ բանում պետության ինքը պիտի գնա, թող թիմից ուրիշին, թող քեզ ընտրեն, ամենաանկալելի մարդն ես, ամենաբարձր ռեյտինգով, որպեսզի այս ապստանովկեն ռազրիզից լինի, թե չէ սենց չի լինի, իրան տարել է արդեն ինքն էլ երևի իր հոգեկանը արդեն չի դիմանում, իր նյարդերը տեղի են տվել, թող գնա իսկականից հանգստանա, չի լինի էլ սենց։ Ցավոտ տանեմ, իմ խնդրանքը, բայց կատարում ես, չէ, մնացածը կխոսանք։ Ինքը առավոտ կարողանա նորմալ կլինի վերջ։ Տեսակ մենք մոռանում ենք, որ մենք հեղափոխություն արած թիմ ենք, հասկանում ես, լավ ես չէ, դուք այդքան ակունքներում եք եղել, դուք ձեր արժեքների համար այդքան զրկանքներ եք գրելու, պայքարել եք, ինքը մոռանում է, որ ստեղ արժեք ունեցող, սկզբունք ունեցող մարդիկ են, չի կարելի այդքան վրեքներով անցնել, ամեն անգամ սեփական էմոցիաները չտիրապետելու պատճառով։ Լուրջ մտածել, հավատացել, արժեք են բերել, հեղափոխություն են արել, մանգամիտ մը։ Այս սրանք իրոք զոմբիներ, ինչ է նշանակում ինքնամաքրվում ենք, հիմա ազնիվ մարդիկ են, որ էլ չեն կարում ուժ գտնեն իրանց մեջ մնան։ Ձյան ջան, ցավոտ տանեմ, ուժ գտի։ Դա ասեց Յանա, ինքնամաքրվում են, ազնիվները չեն դիմանում, իրանք մաքրվում են։ Դեռ կեղտոտ միջավայրում չի կար ազնիվ մարդն Իրանք ազնիվների գնալը իրանց համար ինքնամաքրվելն է։ Ուղղակի դուք մտածում եք, որ ինքնամաքրվելու մաքրվելու պարագայում պետք է մաքրումներ մնան, չէ։ Բաժանվում են։ Կեղտը ջրից բաժանվում է։ Ես որևէ բան մի անի, առավոտ իր հետ խոսենք, հա։ Հիմա ես էլ եմ սպասում, որ առավոտ իր հետ խոսեմ։ Ու բոլորն են սպասում, որ առավոտ իր հետ խոսեն։ Էական չի դեռ հետո ինչ կասի, ինչ չի ասի, կասի թե չի ասի, կարևորը գիտեք որն է։ Այս զայնագրությունը ինչի մասն է ասում։ Ոչ թե որ ասենք աղջիկը մանկամիտ է, հավատացել է։ Մանկամիտ վատ իմաստով չեմ ասում, հա։
այլ որ լսում են նույնիսկ պաշտպանության նախարարի քաղաքապետին։ Հիմա հասկանում եք բանը շարքային ԿՊ-ականներ։ Այս ձայնագրությունները կան ոչ միայն Նիկոլի պատկեքի մեջ, կան նաև շատ ավելի կարևոր տեղերում, որոնք մի օր դուրս է գալու ջրերս։ Բոլոր ինչ արել եք, ձայնագրված է, ինչ խոսացել եք, ում ինչ մատնել եք, ում մասին բամբասել եք, ինչ հանցագործություն պլանավորել եք, ինչ խոսացել եք, հիշում եք ձեր քյալին, այն Արամուսի կարտոլին, ձերուն են պատգամավորին։ Հիշում եք, որ դրա բոլոր հեռախոսային խոսակցությունները, հեռախոսի նկարները բերեցին դերը։ Հիշում եք։ Դուք այդ կարգի պատանդ եք։ Նիկոլի ձեռը չէ։ Ցանկացած իշխանության, որտեղ այս փաստերը, իմացեք, կոպիներով շատերի մոտ կա։ Ընդհուպ թուրքերի, Իսրայել, Մոսկվա, բոլորի մոտ։ Այդ չեմ ասում տեղական, ով իր համարել է նա, համենայն դեպս կոպի արել դրել վերբանա։ Դուք հասկանում եք դուք ինչի մեջ եք։ Դուք ձեզ թույլ եք տվել այդտեղ լինելու, որտեղ մտածել եք, եթե դուք իշխանություն եք ու Նիկոլը ձեր պապանա, նշանակում է դուք անձեռնմխել եք։ Քանի դեռ դա պետք է Փաշինյան Նիկոլին։ Իսկ հենց այն պահին, որ Փաշինյան Նիկոլը չեղավ, կամ ձեզ եղավ ուղղակի, պետք եղավ օլոդել, այդ ձեր խոսակցությունների ձայնագրությունները, սկսած նախարարներից մինչև վարչապետ, այլ մանր մուներ են, տակիներին չեմ են աշխում։ Բոլոր այդ 24 ժամ նկարվել եք, լսվել եք, կորացեք, ձեզ սիրուհիներով, սիրածներով, արկածներով, այլասերումներով, փաստերով, վիդեոներով, բոլորը կա։ Ձեզ հանգիստ գիշերներ եմ ցանկանում։ Այս գիտակցությունով ես կարծում նորմալ մարդիկ չեն կարող երկար ապրել, չեմ ասում հանգիստ քնել։ Երբ հիշում եք այս հանցագործին, նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ասավ, փաստորեն որդին Հրաչյա Հովհաննիսյանը ԿՊ վարչության կողմից գրանցվել է 26 թվականի ընտրությունների համամասնական ցուցակում։ Փաստորեն Արամ Հովհաննիսյանը որոշեց, որ իր որդին չի կարող լինել այլ բան, քան ԿՊ-ական։ Հասկանում եք, մարդ ինչքան ապուշ պիտի լինի, որ սեփական երախում դարձնի ԿՊ-ական։ Ասի, բալես, ես կիսատ եմ թողել գործս, ես չհարցրեցի, ինձ ասեցին սիկ, դու գնա ավարտի, այս երկիրը հանձնենք Թուրքին, պրծնենք, էլի բալա։ Պատկերացնում եք, մարդ ինչ աստիճանի, բառ չկա սրանց ասել, ինչ աստիճանի իր երախում պետքա չսիրի, որ ասի դու դարձի ԿՊ-ական։ Մանավանդ հաշվի առնելով, այն ինչով սպասվում է շուտով։ Չէ՞ Արամ Հովհաննիսյանը, եթե մի քիչ ուղեղ ունենա, դա կհասկանար։ Այսինքն այնքան խելոք չի, որ գիտի սենց այս կապերը, պատճառահետևանքային կապը, որ Նիկոլա Հավերժա բան, սենց սաղ փազլը հավաքել է ու վստահ է, որ Նիկոլա Հավերժա երախումն ասում է, քանի որ այս ճիվաղները Հավերժ են, դու էլ գնա դարձի իրանցից մեկը, թող ինձ էլ, քո մամային էլ, իմ կնոջն էլ, օրերով ինչ ասես ասեն, բայց դու ապահով կապրես։ Մարդ ինչքան սեփական երախում պետքա չսիրի, որ սարքի ԿՊ-ական։ Ու ասի բալես ամեն ինչ արա, որ այս երկիրը շուտ վերանա ուղղակի։ Դու էլ եղիր այդ հանցագործության մասերից մեկը։ Կարա, չի ասեն տնից մի հոգի դատվի, մենակ Արամ Հովհաննիսյան ասես, չէ, երեխեքս պետք է դատվի մի օր։ Երեխու ձեռքերն էլ պետքա արյունոտվեն, երեխեքս պետք է զգա հայ մարդու արյան համը, ինչի՞ չէ որ։ Իհարկե, այս դեմքով մարդուց դժվար է միշտ պատասխանը սпасելը։ Իսկ երիտասարդին Հրաչյային կասեի Հրաչ։ Երիտասարդը սերը մեղք չես տղա ջան։ Չես զում ուրիշ կյանքով ապրես։ Քեզ դուր է գալի են ինչ որ արում է երդ։ Քեզ դուր է գալիս են ինչ որ իրականում կատարում է Հայաստանի մեջ, եւ դու այս ամեն ինչում ապագա ես տեսնում եւ դու որոշեցիր, որ ճամփով գնա ու շարունակել կիսատ թողած գործը։ Կարող է մտածես։ Այսինքն ուրիշը
իմ տեղը իր թշնամու երեխուն չեր ասի, չէ, զավակին տես բաներ չեր ասի, ասել գնա հորդ ճարը կպագին արժի։ Մի տնից երկու քարբանտարկյալ կնի բաղը, քարբանտարկյալ չէ, բանդարկյալ։ Գնա թող քո երեխու ձեռներն էլ արունոթվի, ինչպես քոնն են։ Բայց դու հայ երիտասարդ ես, էլի, դու կարող ես ավելի լավ բանի պետք լինես։ Միթե դու ընդհանրապես մասնագիտություն չունես, ոչ մի հետաքրքրություն չունես, ունակություններ չունես, որ պիտի դառնաս քպեական։ Քպեական դառնալու շատ բան պետք չի։ Մի հատ բան է պետք։ Անսահման տականք լինելու պատրաստակամություն։ Ուրիշ ոչ մի հմտություն, ոչ մի արժեք պետք չի մարդի իրենից ներկայացնի։ Լինի մեկը, որ պատրաստ է ծայրագույն, ծայրահեղ ստորությունների ու սրիկայությունների, եւ դու պատրաստի ԿՊ վարչության անդամ ես կամ պատգամավոր։ Միթե քո մեջ ոչ մի բան չկա, տղա ջան։ Մի մասնագիտություն, հետաքրքրություն, չգիտեմ, հոբի, որ դու չդառնաս դրանցից մեկը։ Քո ընտրությունը։ Ես ուղղակի որպես հայ մարդ որոշեցի քեզ հնարավորություն տամ գոնե դրա մասին մտածել։ Չնայած գիտեմ ի սկզբանե դու չես մտածելու։ Դու չես անելու, բայց էլի չեմ չորդ նշեց։ Не бойся, я даю слово офицера. Апасов! Апасов! Как тварься? Այսօր ես տղեն կդառնալ 32 տարեկան։ Մենակ մնացել է։ Մենակ կարող է չէ հանձնվել։ Դրանք էլ աֆիցերի խոսք էին տալի։ Սպայի խոսք։ Թուրքը սպայի խոսք։ Ասեց ավելի լավ է մտածել զենքս ձեռքի մեռնեմ, կամ ես դրանց համար դառնամ մարդու օրգանների դոնոր։ Այսօր տղեն կարող է լինել 32 տարեկան։ 32 տարեկան է, այսինքն ինքը գնացել է եւ 27 տարեկան է, այս պայն ինքը 27 տարեկան է։ Ինքը ժամկետային ծառայող չէր, չէ, 27 տարեկան կամավոր, ու այսօր իր արյունով վաճառված հանցագործության դիմաց մարդիկ բենզին են լցում, թքած ունեն տալոնի նմանների վրա։ Ես բոլորին այս բենզին լցնողներին ցանկանում եմ, քանի որ դուք շատ եք սիրում Փաշինյան Նիկոլին ու այս ամեն ինչին համաձայն եք, ինձ էլ թքած, ձեր բոլորի տանը Փաշինյան Նիկոլ, Աննա Հակոբյան, Ալեն Սիմոնյան, Արամ Սարգսյան, Հոսեյ Խուշուջյան, սենց այս բոլորից ամեն մեկից մի հատ ունենաք, ձեր կանայք լինեն ձեր իրաց Աննա Հակոբյանի նման, ձեր երեխեքը լինեն Ալեն Սիմոնյան։ Նիկոլի նման, չէ, Նիկոլը լավ օրինակ է։ Անես լավ օրինակ, թող Նիկոլի նման լինեն, որ մի օր դուք հասկանաք, ասեք, արա այս անասունին մի ընտրեք, ոնց որ Նիկոլի հետ էր ասում էր, այս 3 միլիոն մարդու մեջ մի արժանավոր մարդ չկար, որ այս ոչխարին պետք է ձայն տակ։ Թող ձեր երեխեքը լինեն Նիկոլի նման, աղջիկները Աննայի նման, տղեկը Նիկոլի նման, բոլորին։ Քանի որ դուք սիրում եք, ես ձեզ մաղթում եմ դա։ Ոչ եք նեղանում, ես թվում է չեք նեղանում։ Ալիևը հերթական խոստովանությունն արել, որ ինքը ստիպել է արցախցիներին, հայերին, ասեն Արցախը Ադրբեջանը ստիպել է։ Որը էլի պետք է ցիտեմ Արամ Մանուկյանին, որը շատ սիրուն պատասխանել է, որ սա միջազգային ստանդարտներով, օրենքներով նշանակում է մի բան, ոչ մի բան ուժի պարտադրումով չի կարող լինել վավեր։ Ոչ մի բան, ոչ օկուպացիան, ոչ էթնիկ զտումը, ոչ պայմանագրերի կնքումը, ոչ հայտարարությունները, ոչ մի բան ուժի պարտադրանքի տակ չի կարող լինել օրինական։ Ինչի մասին խոստովանել է Ալիևը։
Սա գիտեք ինչի համար է, սա այսօրվա համար չի։ Սա ապագայի համար է։ Շնորհակալ եմ Արամ Մանուկյան, ինչ որ անում է շատ կարևոր է։ Շատ։ Գիտեմ, մենակ ինքը չի անում, բայց ով ինչ անում է, այս ոլորտում շատ կարևոր է։ Մյուս ամեն ինչը պետք է դառնա մի case, հա, սրանք կախաղան հանելու համար։ Սա Նիկոլին եւ մնաց հասնելու։ Որ այն ինչ որ ալբոմ է այ ժողովրդի հետ, դա պարտադրված է, դա դավաճանություն է։ Դավաճանության արդյունքում հայ ժողովրդին դրա պարտադրված կապիտուլյացիա է։ Դե Տելեգրաֆն է գնում, որ Փաշինյանը թողնում է կոլաբորացիոնիստի տպավորություն, որը համագործակցում է ադրբեջանցիների հետ, զիջելով տարածքներ եւ ձերբակալելով բողոք բարձրացնող այլ եպիսկոպոսներին։ Ոչ ավելի ոչ պակաս։ Դե Տելեգրաֆը բրիտանական է։ Բավականին ազդեցիկ։ Իհարկե մի ծաղկով գալու չի գալիս, բայց սա պետք է, այս խոստովանությունները, այս կոլաբորացիոնիզմը, այս հանցագործությունը, որ այն մարդիկ, որոնք ձև են սեղմում, Մակրոնից սկսած մինչև Պուտին, Փաշինյան Նիկոլի հետ, հաշվի առնեն մի բան։ Վաղ թե ուշ է սա չերյալ կարող հայտարարվի, չերյալ ուղղակի, մի բանի պատճառով, որ հանցագործությունը ակներև է, ակներև։ Եվ դա հնարավոր չի թաքցնել ու դա դրա մասին խոսացվել է եւ դրսում, եւ արտասահմանյան մամուլում, եւ Հայաստանի ներսում քրական գործեր են հարուցվել, բողոքներ են եղել, մենակ մեր կողմից մի քանի հատ կա, ես այնօրն անդրադարձային բողոքներին, չէ՞։ Սա դրա համար չի, որ մենք մտածում ենք, որ Հայաստանի դատախազությունը կամ դատարաններն այնքան անաչառ են եւ օբյեկտիվ, որ կարող են Նիկոլ Փաշինյան ձերբակալել, չէ։ Ուղղակի վաղը սա պետք է լինելու դատարաններում, որ ասեն, իսկ դուք ինչ եք անում այդ ժամանակ, ինչու չեք արձանագրել։ Ոտ, խնդրեմ, այս հոդվածները, այս հանցագործությունները, այս ապացույցները։ Այլապես շատ դժվար է լինելու հետո։ Հիմա էլ հեշտ չի, բայց հետո շատ ավելի դժվար է լինելու։ Այսպիսի մի հոդված կարդացի այսօր ամերիկյան մամուլում, որտեղ Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդատուն հրեաներին խոսք բանա խորհուրդ է տալի, որ հանկարծ իրենց նման նույն սխալները չանեն, իրենք ինչպես իրենք են արել Արցախի հարցում։ Որովհետև հետո շատ դժվար է լինելու։ Ես ուղղակի ուզում եմ հարցնել, էլի, ինչու՞ն է եղել ձեր խնդիրը, որ դուք դրա մասին զգուշացնում եք հրեաներին։ Մենակ մի կառուցողական բան կտա, մի կառուցողական, որն ասում է, ոչ մի տնտեսական եւ ռազմական ռեֆորմ չի օգնի հարցի լուծմանը, եթե տարածքի բնակչությունը ինքնական չի ինտեգրվում քո կառույցների մեջ։ Այսինքն երկու տարբերակ է աշխատում։ Կամ ինտեգրվում է ու տենց հարցերը լուծվում, կամ եթե չի ինտեգրվում, միայն եւ միայն էթնիկ զտում։ Չկա մարդ, չկա պրոբլեմ։ Եվ խնդրեմ նախագահի նախկին խորհրդականը հրեաներին ասում է, ինչ որ հրեաները ուզում են 2 տարի իրականացնել։ Հենց էլի Արցախի էթնիկ զտման օրինակով։ Ես միշտ ասել եմ, չէ, Հայաստանում ինչ որ կատարվում է, դա կատարվում է փորձարկման համար։ Դա մինի օրինակն է, ստեղ անում է, հետո ավելի մեծ մասշտաբների վրա փորձում են կիրառել այդտեղ։ Եվ այս հոդվածը այս ամբողջը դրա մասին է ու սա լայն տարածու ունեցող թերթ է ու Վաշինգտոնում ալույս տեսնում։ Մանրամասը նկարագրում է, ինչա պետք անել, ոնց է պետք անել, ոնց վիժեցնել տեղում այդ խնդիրները բանդերի հետ կապված։ Ինչպես դատարկել տարածքը պաղեստինցիների։ Հենց իրենց օրինակով ընդորում ընթացքում են խոսելով իրենց խորացող կապը համագործակցությունը Իսրայելի հետ եւ Ադրբեջանը ինչքան կարևոր ռազմաքաղաքական գործընկեր է Իսրայելի համար, որ
այսօրվա վիճակով ինքը շատ ավելի ազդեցիկ ռազմաքաղաքական գործոն է տարածաշրջանում, քան ասենք Ռուսաստանը, որովհետև ինքը տիրապետում է արդեն տալբանը ճանապարհներին, ռեսուրսներին, միջանցքներին, մի խոսքով, ասենց դեպի Եվրոպա, դեպի Կասպից ծով, դեպի Ղազախստան ու դեպի Չինաստան, արդեն այնտեղ Զանգեզուրն էլ հաշիվ չի համարում են արդեն եղած, որ Ադրբեջանը ինքը դարձել է ամենակարևոր խաղացողը տարածաշրջանում։ Չնայած մի քիչ արաբական աշխարհում իր այդ այդքան ջեն չեն, որովհետև ինքը շատ մտերիմ է, բայց դա լուծվող հարց է, դա իրենց ներքին քաղաքականությունն է եւ այլն։ Սես նայում ես, ասում ես մի հատ Ադրբեջան, դրանց օրակարգը նայի եւ մտի մի հատ Հայաստանի օրակարգը նայի, որ Հայաստանի գերագույն գլխավոր վիճվածքը խոսում է նրա մասին, որ թուրքերը նշանակել են կաթողիկոս, ինչի ես չեմ կարող նշանակել։ Եթե ձեզ հարմարավոր թուրքերը նշանակում է, ես էլ կարող։ Եթե չեք ուզում, թող թուրքերը նշանակի։ Հասկանում եք, օրակարգերի, քաղաքական խոսքի եւ ընդհանրապես նպատակների տարբերությունը չի նշանակում, որ Ալիևի մաշկի լույսն է, բայց էլի տեսեք ադրբեջանցիները ինչով են զբաղված։ Հայաստանում այս մանր վիժվածները, այս ասկադիդները ինչով են զբաղված։ Դե իրենց այսքան աղիքային մտածելակերպի մեջ, էլի մասշտաբների մեջ է։ Բնականաբար նյութներ պետք է լինեն հենց աղիքային։ Ուրիշ ինչ կարող է լինել։ Այս կինը, որը ներկայանում է որպես այդ Էփշտեյնի այդ խայտառակ պետոֆիլիայի եւ սեքսուալ թրաֆիքինգի զոհ, ասում է, որ պետք է Վինձորի արքա նախկին Չարլզի եղբայրը, որը հրաժարվեց խայտառակությունից հետո, բացահայտվելուց հետո իր տիրոջից, ասում է, պետք է պատասխան տա ու դատվի այն սեռական հանցագործությունների համար, որը իրականացվել է այդ կղզում այդ մարդկանց կողմից։ Ինքն էլ մեջն է։ Պատկերացնում եք, բանի աստորը Չարլզի եղբայրը Էնդրյու։ Եվ ոչ միայն ինքը, մի ամբողջ ցուցակարանք ովքեր պետք է լինեն։ Խայտառակ բան է լինելու, խայտառակ հետևանքներով, բայց առաջ չընկնենք, ասենք տեսնենք։ Իսրայելն նշանակում է հանցագործությունները քանդելով Գազան եւ իրաց մոտ օրենք են ընդունել, իրաց մոտ, որ կարող են հանգիստ ձերբակալել եւ դատել ցանկացած պաղեստինցու, իրանք դրա իրավունք ունեն, չնայած իրավունք չունեն միջազգային նորմերով, դա ուրիշ պետություն է։ Բայց իրենք որոշել են, որ իրենց համար, որ իրանք դրա իրավունք ունեն։ Եվ ինչ ասում, որ այս ամենահամեջ հաշվարկները 71,000 պաղեստինցի ասում են, 71,000 վիրավորված։ There it is, y'all. Donald Trump immediately demeanor went stone cold as Blank stated he raped me. Right there. Donald Trump raped me. Blank said what? As Donald J. Trump had raped her along with Jeffrey Epstein together. Blank noted, some girl with a funny name took me into a fancy hotel, Ghislaine Maxwell, or building. That's how it happened. Blank advised to call the police regarding the incident as Blank stated, I can't. They will unalive me. On Christmas Day, Blank... Խոսքով, այս ամեն ինչի մասին է, Դոնալդ Թրամփի ներգրավվածության մասին է, ուղղակի բան է, սանք վկայությունները Էփշտեյնի հետ, որոնք ասում են այս կանանց բռնաբարել, այլասերել, անչափահաս։ Պետոֆիլիայի բանը հոդված է Ամերիկայում շատ ծանր է, 20 տարի եւ ավելի։ Ու այս ամբողջ փաստաթղթերը, որ հայտնվել է,
Դրա մասին է խոսում Թրամփը պեդոֆիլ է։ Հանցագործ ու տարիներ շարունակ դրանք իրականացել ու ոչ միայն ինքը։ Այսօր ես չգիտեմ այս կանով հանդերձ ոնց է որ միջև հիմա այս impeachment-ի process-ը չի կատարվում։ Խենթ ջան, թողես հաղորդումը վերջացնեմ եղբայր։ Կամ քույրիկ, չգիտեմ։ Այդ։ Մեր տանը բոլորն են խենթ փաստորեն։ Գնանք առաջ։ Իսկ ասացին ձեզ դա ինչ տիպի բենզին է, ադրբեջանական բենզին է թե չէ։ Ինչ ան։ Ինչ է հիմա որ լիսկավորում եք ում բենզին է լիսկավորում։ Ունեք ագրեսիա։ Ինչ անենք։ Ինքը գիտեր որ ինքը վատ բան անում։ Ինքը գիտեր որ ինքը վատ բան անում։ Լսենք տեսնենք ոնց է ախտարանը։ Բարեկամ երկիրերը Ռուսաստանը։ Օ, Բաումնա։ Ու դե ու չէ, պասկական չի։ Դե գնացեք ճիշտ եք ռուսամեզի բարեկամը թե չէ։ Հիմա դուք ադրբեջանական բենզին եք։ Հա։ Որտեղ եթե ռուսականն էլ լսենք, ռուսամեզ բարեկամ չի։ Հա, մեզ ամեն լսում են։ Դե ոչ մի չես կարող ասես։ Ուղղակի ուզում հարցնեմ դու հեչ մարդ ունեցել ես պատերազմ զոհված։ Այդ ռուսնա որթել այդ մարդկանց։ Այն որ ռուսը մեզ բարեկամ չի հասկացանք, բայց ռուսը ոչ մեկին չի սպանել։ Մեծ Փողել է որ սպանել։ Դուք ադրբեջանական բենզին լիցքավորեցիք։ Հա, ինչ ինքը խելոք դեպի։ Դուք ադրբեջանական բենզին արդեն Կլացեպես։ Հա։ Բանկա զանգածը մարը մատո սարքնում եմ։ Ուրական շոր եմ հագնում միշտ արել։ Ասեն ադրբեջանական տնտեսություն եք հարստացնում։ Նանակ եք զինում։ Ես այդպես արդեն խորացված չեմ հասկանում։ Հա, չես հասկանում։ Դու անասուն ես, դու ոչ մի չես հասկանում։ 30? Թուրքական շոր ենք ասում, հա։ Ինքը խորացված ոչ մի բան չի հասկանում։ Ինքը այսօրվա 10 կոպեկի համար է ապրում։ Ինքը ոչ մի բան չի հասկանում։ Փոշագարում իր վաստակած այդ 2 կոպեկով ուզում է կողքի գյուղի մածունը ուտել, որ գյուղացին բերում իրենց բակում վաճառում է, կամ անարատ հավ գիտե կամ կաթ։ Զրկվում են դրանց, ասում են չէ, որ չէ, դու պարտադիր պետք է անկախնիկ գործարքներ անես եւ քո հետ վճարը, քո թոշակը բարձրացնի։ Դա նշանակում է, որ կենսատ փոշագարուները պետք է դրա համար ունենան քարտեր, մեկ անգամ գնան պատվիրեն, մեկ անգամ գնան վերցնեն, ինչ որ բանկոմատից օգտվելու հմտություններ ունենան եւ այլն։ Այսինքն ստացվում է կարծես թե այս մեր իշխանությունները ամեն կերպ աշխատում են կենսաթոշակների առանց այն այդ բարդ վիճակը ավելի բարդացնել։ Ինչ էի կարծում, արգելիներս, ինչ, բայց շանակենք այդ բենզին թեման, տեսեք, ռեկոմենտներ չեմ անում, հայոյանքներ չեմ տալի, վատ բաներ չեմ ասում, ես փորձում եմ հասկանալ, ով են սրանք։ Չէ, մենք ադրբեջանական բենզինն է։ Չէ, մենք կգնանք։ Չենք լսնում, էլի քշում։ Բարև ձեզ։ Կներեք ինչ տեսակի բենզին եք լցնում։ 430։ Ադրբեջանական բենզին։ Իմ գործը չի ինչ ուզում են թողանեն, ես չեմ օգտվելու, իմ համար մնացածը մեկ է։ Ճիշտ է, սա գնում է, սա ադրբեջանական բյուջե է գնում նաև այդ գումարը, այդտեղ չեմ վիճում ձեր հետ, չունեմ այդտեղ այսպես ասած արդարանալու տեղ, բայց հիմա մենք թուրքական հագուստ հագել ենք ժամանակը, հիմա էլ ենք հագնում, չէ՞ մեր քաղաքացիները։ Հիմա չգիտենք, շատ բաներ կա, որ էլի նույնպես կա Ադրբեջանից է գալի, մենք տեղյակ չենք։ Այսինքն պիտակը փոխված կարող է։ Այրանք տեղակ չեն, տեղակ չես ոչինչ, բայց ու հենց հիմա դու գիտես ինչ ես անում։ Թուրքիան դա դեռ Ադրբեջանը չի։ Թուրքիան հələ չի կրակում քորա։ Եթե հնարավոր լիներ թուրքական դեր փոխարինել մի բանով, հնարավոր է, բայց դու այսօր հնարավորություն ունես ադրբեջանականը փոխելու ու դա դու չես ուզում անես, գիտես ինչի։ Ու դու չես ուզում անես։ Ես գիտեք ինչ հիշեցի, որ 20 թվականի պատերազմի ժամանակ դե մենք պաշտպանիչ ցանցեր էինք կարող տարբեր տեղեր եւ ֆիլհարմոնիայի պատվալում, այս բուֆետում, հա,
եւ Զալուի Մուրադյանի պատկերասրահում տարբեր տեղեր կալում էինք եւ շատ ժամանակ մատերիալը վերջանում էր։ Մատերիալը վերջանում էր եւ գնում էինք մատերիալ էինք բերում էլի։ Փորձում էինք մի նվեր էինք տալի, զանգում ասում էին եկեք տալեք, հին այդ զաշիտնի այդ գույների, ասենք շորեր, բան։ Վերջանում էր, գնում էինք տոնավաճառ, թոփով գնում գալիս էինք։ Գնում էի առնում էի թոփով ու դա աշխատեր։ Ես տեսել եմ սրանց նմաններին այնտեղ։ Մեկ կոպեկի զիջում չէին անի։ Որ ասում էին նույնիսկ ինչի համար է, դա պարզ էր, չէ՞ դրանք ու մենակ ես չէի առնում, էլի մարդիկ էին գալի առնում։ Տարբեր տեղեր այդ process-ը գնում ես գիտե։ Մարդիկ էս դեմքով, այնց ինչ։ Կային այդ ժամանակ էլ կային պատերազմի ժամանակ, բայց դրա կողքը կային նաև մարդիկ, որ 24 ժամ իրենց միջև վերջի շապիկա պատրաստ էին տալ, աշխատում էին, որպեսզի օգնեին պատերազմում մեր ընկերներին։ Ես այս ձայնագրությունը որ sense նայեցի, հիշեցի այդ օրերը։ Այ սա կա։ Շատ բաներ կա, որ էլի նույնպես կա Ադրբեջանից է գալի, մենք տեղյակ չենք։ Այսինքն պիտակը փոխված կարող է գա։ Ամեն ինչ հնարավոր է։ Ես այդ եթե երկրի կառավարությունը թույլ է տալի, որ ներս մտնի եւ քաղաքացիներն էլ ասում են ավելի էժանա, ես էլ որպես քաղաքացի իմ այսպես ասած իրավունքը ուզում եմ։ Չէ, դու քաղաքացի չես։ Դու բնակիչ ես։ Քաղաքացին վերաբերմունք է ունենում։ Չէ։ Դու քաղաքացի չես։ Դու ուղղակի բնակիչ ես, որ բնակվում է այդ տարածքում։ Իր դեմ ինչու դնում են այդ ուտումը։ Քաղաքացու եւ բնակչի տարբերությունը հենց այդ է, որ քաղաքացին ինքն է քաղաքականություն թելադրում եւ պահանջում։ Բնակիչը գլուխը կախ ուտում է այն ինչ որ դեմը դնում են։ Պատկերացրեք քաղաքացու եւ բնակչի տարբերությունը։ Իրա գործը մտեղ վատ բան չեմ տեսնում էլի։ Եվ կարծում եմ, սենց ասեմ էլի, մենք այնքան չենք հարստացնի Ադրբեջանի բյուջեն, բա մինչև այդ ով էր հարստացնում, լավ։ Իրանք այդքան հարստացան, կաղա էլի մենք բենզին էինք առնում իրանցից։ Պետք է միջել մեր մասին նայենք, մեր մասը նայենք, տեսնենք, իսկ մեր մասը ինչ էր թալանվում։ Այս մարդը ուրիշ բան չգիտի, ինքը չի լսել արժանապատվության մասին, սկզբունքայնության մասին։ Ասում ես մարդկանց զարազատներին սպանում են, փողը դնում են, դեմ ասում են դա մոռացի, դա մարդ է։ Գերամ Նազարյան էլի։ Գերամ Նազարյան։ Բա միջև այդ ով էր թալանում, հեսա նույն խոսակցությունն է։ Վայ, գնացեք, հա։ Ընդհանրապես պետքա փոխհարաբերություններ ունենանք, եթե ուզում ենք խաղաղ ապրենք, այդքան բան։ Հարաբերություններ լինի, որ գերիներին կարողանանք վերադարձնել իմ։ Մենակ մի բան եմ կարող ասեմ, այսօր բերել է իրան համար Գուրգեն Մարգարյան, որ Սաֆարովը սպանել է, որը 10 օր առաջ Ալիևը գնդապետ է տվել։ Ռուբեն Վարդանյան, որ 10 օր առաջ ծմաբան դարկել, ծվա պաժիզնին տվեն։ Ռուբեն Վարդանյան, որ ես երգիրի համար Ավրորայանում հայերին լավ տեսակից ցույց տա, իսե պատկերը ասեսա է։ Եկեք առեցիք, ամեն ինչ վաճառել ենք, պատիվ, ինքնասիրություն, փասիվ, սեստի անցնում եմ, բան չկասեն։ Կօգտագործենք, ինչ չենք օգտագործի։ Բիզնեսը սկի կապ չունի ոչ մի բանի հետ։ Ոչ մի ձև, չկա ախպերես։ Ինը այդքան չի, ինչ իմանամ, ասենք ինչ իմանամ, բայց ինչ բենզինա, որակը ինչ է։ Լցեմ մոտորը խփի հետո։ Ոչ թե քննադատում եմ, ուղղակի չեմ ուզում, լցնեմ այդքան մի բան։ Ղարաբաղում բերել են ղարաբաղցիները չեն վերցրել, այն բլոկադայի ժամանակ։ Հիմա իրենք ստեղ նստած Թուրքիա հաշվին են ապրելու։ Պատմության էջերը թերթենք, տեսնենք, որ երբեք ոչ մի լավ բան չի եղել։ Ոչ թուրքից, ոչ ադրբեջանցուց։ Մենք չենք կարող խաղաղ ապրենք։ Կոնկրետ ես չեմ կարող խաղաղ ապրեմ, որովհետև նախ կրոջս տղեն է զոհվել Մարտակերտում, աղբորս տղեն է վիրավորվել Քարինտակում, ես եմ կանտուզիաստացի Ստեփանակերտում, վերջո խաղաղություն պետք է առնելու, բայց դե կոնկրետ ես տեսնում եմ, որ խաղաղությունը դժվար լինի։
Առուծի հետ կամ կռվում ես, կամ առուծը քեզ ուտում է, եթե թույլ ես։ Հացահատիկը թշնամու ձեռքից վերցնում ես, ես չգիտեմ, էդ գուցե ինչ-որ մի հատ զենք հայտի, հաստխեն, կերակրեն, հետո մենք եսի ինչ ուզենք էլ։ Խաղաղ ապրելը լավ է, բայց խաղաղ ապրելուց առաջ ամենակարևոր բանը արժանապատվությամբ ապրելն է։ Ամենակարևոր բան։ Քո համար, նաև քո թշնամու համար։ Ամենադժվար բանն է։ Այն խոսքը հիշեցի, որ անկախություն ամենամեծ ճոխությունն է, որ ամեն հարուստ իրան չի կարա թույլ տա։ Անկախությունը ամենամեծ ճոխությունն է, որ ամեն հարուստ իրան թույլ չի կարա տա։ Հասկանում եք։ Այսինքն փողից կախված չի անկախությունը։ Դա այլ տեղից է գալի։ Արժանապատիվ ապրելու մղումը դա այլ տեղից է գալի։ Եթե այդ կա, դա չի սակարկի, ոչ մի բան, դա չի ծնկի։ Հենց իմ կողքից 10 մետրի վրա մի հսկայական Իստանբուլ սուպերմարկետ կա։ Ես դեռ մեջ չեմ եղել, ինձ դա պետք չի։ Ես քշում եմ 10-15 րոպեին կողմ, եթե ինձ բանապետ կառնում, գալու լինում, թեկուզ խցանում լինում, ինչ ուզում եմ։ Հələ մի քանի անգամ էլ նայում ենք ես, կինս տարբեր կողմերից ու հանկարծ մանր տարերով հանկարծ բան գրած չունի Թուրքիա։ Ու սա այսօր չէ, ամբողջ կյանքով։ Սա է մեր սկզբունքը եղել։ Իսկ 20 թվականից հետո դա ընդհանրապես հասել է ծայրահեղաստիճանների, հա։ Որովհետև մեր համար դա կարևոր է։ Իսկ եթե մի մարդու համար բիզնեսն է կարևոր, բիզնեսը հայրենիք չունի, բիզնեսը կրոն չունի, բիզնեսը ազգություն չունի, բիզնեսը հավատամք չունի, բիզնեսը պոռնիկություն են պատկերացնում մարդիկ, ասում բիզնեսը, այո, իրենք ասում են, դա նույնականացնում են պոռնիկության հետ։ Բիզնեսում է սկզբունք չկա, ով ասեց, որ բիզնեսում սկզբունք չկա։ Այդ ով է ձեզ ասել, դա ձեր պատկերացումն է բիզնեսի մասին, ուղղակի դուք կտենցեք, այդ բիզնեսներին եք տեսել, լֆիկ, գրզո, հա, այդ եք դուք տեսել, որտեղ սկզբունք չկա, դա բիզնեսը չի, դա ուրիշ բառ ունի, ուղղակի եթերային չի, ես չեմ ուզում ասեմ, էլի, բիզնես, թե քո գրծած բենզինը ինչ բիզնես, այ բոմժ, եթե քո բիզնես ընդամենը քո լցած բենզինն է, դու բոմժ ես ուրեմն։ Դա բիզնեսը գրզոյի համար, Նիկոլի համար, դա մեծ քաղաքականություն է, որ քո նման անասունին այդ բենզինով տանում են կառափնարան։ Դա մեծ բիզնես է, հա, բայց քո լցած բենզինը քո համար ինչ բիզնես է, ողորմելի։ Որ 200 դրամ պակաս տվեցիր բարելիքիդ, դա բիզնես է քո համար։ Դե գնանք։ Որ կառավարության նախաձեռնությամբ Ադրբեջանից բենզին է ներկրվում այն դեպքում, երբ Բաքվում դեռ հայ գերիներ կան։ Այս կառավարությունը ինչ բարոյական իրավունքներ ունի։ Ինչ կա, մենք կռված տղա ենք, ես ինչա նոր գալու եմ կառավարությունից, չլմաստից ոչ տուն եմ ստացել։ Ոչինչ, այսպես գցում այս ինչ կառավարող։ Երգիրեսի երգիր քանդողա նույն գրձո կոչեցյալին։ Բերե դրել առաջվա Լևոնի մանգլավիկներն են դրանք, եկել են իշխանության, նույն իշխանության եկել քանդեն, տանես երկիր էթա, տանես երկիր։ Սմեք կրված մարդու խոսքը, որ սմապ է բենզինը, բիզնես է դա, զգացիք տարբերությունը, կրված, գիրեք ինչ ունան, սա այս մարդը Հայաստանը ընկալում է իր հարազատ միջավայրը, որի համար արժի կյանքը դնել ռիսկի տակ։ Պարտադիր չի զոհվել, բայց դու գնում ես, դու կարող ես զոհվես, հա։ Եվ վերաբերմունքը ուրիշ է։ Եթե մեկի համար Հայաստանը բիզնես միջավայր է, ընդհանրապես բիզնես տարած, նրա համար ինչ տարբերություն է բենզինը, ադրբեջանական է, սա դիմաց իրան ինչ են անելու, չէ։ Այդ տարածքի նման բիզնես տարածք է։ Էսի չլինի, ուրիշը կլինի։ Իսկ մարդ, որ կյանքն է ռիսկի տակ դնել է հողի համար, ուրիշ ձև է նայում։ Տարբերությունը սրա մեջ է, Ժողովուրդ ջան։ Ով ոնց է անցալում Հայաստան աշխարհը։ Մեկի համար ընդամենը տարածք է ու ինքն դա բնակիչ է,
ու ինքը ցանկացած տեղ կարա լինի բնակիչ, մեկի համար սա սրբավայր է, սա իր տունն է, իր մեծ տունն է, որի համար կարելի է գնալ բոլոր զրկանքների, եթե պետք է։ Երկիրը Թուրքին նվեր Ադրբեջանի, ոնց կար Ադրբեջանը Հայաստանի հետ համերաշխապի, դարերի վեր 15 թվից հետ ջարդել կոտորել են այս ազգին։ Եթե համադրության մեջ գրված չի, որ պետականությունը տվյալ պետությունում 100% է, տվյալ պետության ընտրված նախագահը, վարչապետը, պատգամավորները Ասում եմ, ժողովրդի կողմից ընտրված վարչապետը։ Գալատ անում, այդ անասունը գալատ անում, այ ոստիկանները իրավունք չունեն որևէ մեկին ձերբակալելու, ասեմ, իրականացեն։ Ասում եմ, եթե ժողովուրդը Ժողովուրդը մայիսինի եկավ, բան չի ռադը չքաշեց, փաշողին չի ռադը չքաշեց։ Գիտեք, ազգային անվտանգության շենքի ներսում, կենտրոնական, Արաբկիրի ազգային անվտանգության շենքի ներսում, երկրորդ մասի ազգային անվտանգության շենքի ներսում, 3-4 հոգի նստած, կես ժամի թավել բացատրել եմ, ասեմ դուք բոլորդ անգրակ եք, ոչինչ չգիտեք։ Ազգային անվտանգության աշխատողներ, կենտրոնական Նալբանդյան 104-ում, Արաբկիրի ազգային անվտանգության, երկրորդ մասի ազգային շենքում 3-4 հոգի, մի րոպե ասեմ, ասեմ շուտով, որպես դավաճան, անգրակ եք, Նիկոլին, ընտանիքով, պետական ոստիկանությունը, ազգային անվտանգություն, սատկացնելու են ձեզ էլ հետը։ Բասում կարգի բացատրական աշխատանքը Պետական անգրակ է դա թոշակառու չի մանա որտեղ ծախսին, կոմունալնիկ մուծի, ադամները կփոխի, այդ շատ սխալ բաներ անում, շատ սխալ։ Դավես, ամեն ինչը կերևա, ամեն ինչի համախառն արդյունքը կերևա ընդամենը 6 ամսից։ 6 ամսից համախառն արդյունքը կերևա, ով ինչքանա գոհ, ինչքանա դժգոհ։ Իսկ այս նկարը, հեսանով եմ ուզում ավարտեմ, գողորդ։ Սա է մեծ ծագումնաբանություն հասկանում։ Առյուծը շակալ չի դառնա, իսկ եթե դառավ, նա առյուծ չի եղել։ Այս տեսանյութերը, որ ես ցույց տվեցի, դուք ընդ բոլորի դեմքին կարող եք տեսնել, ինքը ոչ սորտից է, ինքը առյուծ է, թե շակալ։ Կապ չունի ինչ մեքենա է քշում։ Բացարձակապես։ Շակալը կարա Մազերատի քշի, Լամբորգինի քշի։ Բացարձակապես կապ չունի։ Իսկ իրական առյուծը կյանքում շակալ չի դառնա։ Այն մարդը, այն հայը, որ ինքն իրեն նայում է որպես այս ամեն ինչի ժառանգորդ, սա մալութասարում։ Իմ հիմքերը ընդերից է գալիս։ Ու սա հետանոսության հետ կապ չունի բացարձակ։ Որտի մարդիկ չգիտեն չնշանակում հետանոս։ Իմ ալմատները եւ ոչ միայն իմ, բոլորի ալմատներն աստ է գալի։ Ուղղակի մեկի համար սա կարևոր է։ Մեկի համար ինքը պատահական անցորդ է, ինքը գազոն է, որ պատահական տեղ ծալել է։ Ես ասում չէ, իմ տեսակը գազոն չի, պատահական տեղ սերմիշ չի աճել։ Իմը բաոբաբն է, որի ալմատները հասնում է մինչև երկրի միջուկը։ Սա է։ Մնայք ձեզ շրջապատում, տեսեք ով է շակալ, ով առնի։ Եթե դուք ուզում եք ունենալ առույցների միջավայր, շփվեք առույցների հետ։ Եթե դուք զգում եք, որ դուք շրջապատված եք շակալներով, ուրեմն վաղ թե ուշ դրանցից մեկը ձեզ հոշոտելու է։ Ուղղակի դուք ճիշտ պահը չեք։ Ոնց որ հիմա Դիանա Գրիգորյանն է հոշոտում։ Ու տենց հոշոտելու են բոլորին, որովհետև հոշոտելու փաստերը բոլորի վրա կա։ Որտեղ իրենք շակալ են։ Շակալ։ Մի շակալի բնույթն է դա, բնությունն է դա։ Ինքը ուրիշ ձև չի կարող լինել։ Ու երբեք մի մտածեք, որ կարող է մարդը փոխվում է։ Մարդը չի փոխվում։ Ուղղակի դուք կարող եք նոր եք սկսել մարդուն ճանաչել։ Առյուծը շակալ չի դառնում։ Թող ամեն մեկը իր համար վերլուծի, ինքը որ տեսակի է։ Չկա մեջտեղը։ Չկա, մեջտեղը չկա։
Դողանում եք իր համար վերուցի։ Իրան կարելի է ասես թուլափայով։ Են որ շակալն ա ուտում։ Դες բան քցի դեմ ասի։ Քո փայլեսա։ Թուլափայ են ասում հայերեն դրանք։ Դա էժան բենզինն է 10 դրամ։ Դա 10 դրամ էժան չգիտեմ ինչն է։ Ձեթն է։ Դա թուլափայ։ Այսօրվա համար այսքանը։ Լավ մնացեք։